Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերջին երկու շաբաթվա ընթացքում արձագանքեցին եւ Եվրամիությունից եւ Թուրքիայից։ Վերջինի դեպքում արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի Հաքան Ֆիդանի մակարդակով։ Տարվա սկզբին Ֆիդանը հայտնել էր, թե խաղաղության օրակարգը առաջ տանելու հարցում ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա։ Մեկ այլ հարցազրույցում էլ նույն պաշտոնյան հայտնել էր, թե դրական են գնահատում քաղաքականությունը բանակցությունների կարգավորման առումով, որ տանում է Նիկոլ Փաշինյանը։ Մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը համարում է, որ այդ վերջին հայտարարությունները մանիպուլացված տարբերակով են ներկայացվել հանրությանը։ Ցավոք սրտի այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական հասարակական կյանքի ամենաառօրյայի մասը։ Իրականում Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում են խաղաղության գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը։ Ընդհանուր առմամբ ըստ Արարատ Միրզոյանի Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև բանակցային գործընթացում շոշափելի հաջողություններ կան։ Այս ամբողջ ինչ որ ասեցի հրապարակային, այստեղ մի գրամ գաղտնիք չկա։ Ի վերջո այդ երկու երկրներն էլ են իրանք ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում ամեն մեկը իր համար այն մյուս երրորդ երկրի հետ ունեցած ուրեմն բանի չափով հաջողության չափով։ Թրիփ նախագծի մասին ընդդիմադիր падգամավորները հետաքրքրվեցին։ Ի վերջո Վաշինգտոնյան փաստաթղթում փոխադարձ առավելություններ ձևակերպումը ինչ է ներառում։ Փաստաթղթում հստակ ձևակերպում չկա, օրինակ Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի տարածքից ինչ պայմաններով են օգտվելու։ Մենք հատելու ենք, երբ ենք հատելու Ադրբեջանի սահմանը մեր գնացքով, որոնք են լինելու այդ հատման եւ անցման պայմանները, արդյոք ընտեղել է լինելու front office, back office։ Դա տեղի ունենալու են ժամանակ, երբ որ երկաթգիծը պատրաստ լինի։ Գնացքը գնում է երկաթուղով։ Հիմա ինչի՞ է գալիս Վրաստանի տարածքով, որովհետեւ Հայաստանին, Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, հասկանում եք։ Չկա, նետու, որ բենզինի գինը 20%-ով ընկել է, դիզվառելիքի տոկոսները ճիշտ եմ ասում, ես ճիշտն ասած այդ թվերի մեջ չկամ, չգիտեմ, ով գիտի, երկրորդը, ծորենը ներկրվում Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում տարբեր ընկերությունի կողմից, դա փոխադարձ առավելություն չի։ Ընդդիմադիր падգամավորը հետաքրքրվեց նաև նախատեսվում է, որ օրինակ կստորագրվի առանձին փաստաթուղթ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև, եւ ինչու դա համատեղ չստորագրվեց։ Դա ընթացակարգ է, հռչակագիրը եղավ, իրավական ընթացակարգը, իրավական շրջանակը, որից հետո արդեն իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն եւ այդ թվում կգան խորհրդարան եւ կհաստատվեն։ Փաշինյանը հայտնեց, թե թրիփ նախագծով Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիանան։ Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել Հայաստանի տարածքով անցնող մալուխային համակարգից, հնարավոր կլինի նաեւ միանալ էներգետիկ ցանցին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։